Գրգորյանի Լինսի հիմնադրամով այստեղ ծախսվել է $230 միլիոն։ Դա 7 միլիարդից մոտ 30 անգամ քիչ է։ Մոտ 30 անգամ։ Հիմա Երևանում ամեն քայլափոխի ես կարող եմ ցույց տալ, թե ինչ արվել $230 միլիոն։ Օրինակ Երևանում թատրոններն է վերամրոքվել, Սաց օպերայի եւ ֆիլհարմոնիկ եւ մյուս թատրոններ, թանգարաններն են կապիտալ վերանորոգվել։ Մի այդ Սարալանջի ճանապարհ ամբողջությամբ նոր ճանապարհ, թունել է, հրապարակի տեսքն է վերափոխ։ Մոտ մի 10 փողոց կապիտալ վերանորոգվել է։ Դրան գումարենք Գյումրի, Թաղամասեր, Սպիտակի ամբողջ կենտրոնը, դրան գումարենք Սելիմի ճանապարհը, լիքը բաներ։ Արդեն չեմ էլ կարող այդ հիշողության բազած չի երիքում սենց բաներ, այդ ծավալը, այդ ամբողջը հիշը։ Ամեն քայլափոխը տեսնում ենք, թե $230 միլիոն ինչ է կարելի անել։ Հիմա 30 անգամ շատ փողով ինչ հնարել։ Հարց չի առաջանում։ Սա այն որ ասում կոռուպցիոն մտքի թռիչք եղավ։ Ուրիշ ծավալների, ուրիշ դաշտի մեջ են մտել, սենց տիեզերական ինչ որ բաներ։ Սենց որ նայում ես, ասում ես, ինչ է կատարվել, ես համոզված եմ, որ այդ 7 միլիարդից առնվազն 2 միլիարդը փոշիացել, ոտի կորել։ Առնվազն 2 միլիարդ։ Եվ իմ հետևությունը սա, ես հիմնավոր կասկած ունեմ, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ամենից հարուստ մարդն է։ Ես իրենից մի 10 անգամ, 15 անգամ չգիտեմ որտեղ է, նույնիսկ ասում դաժե обидно։ Այսօր սա հիմա թող ուրիշ բան ապացուցեն, թող ցույց տանք ինչ են։ Եվ այս ամենը բացահայտվելու է 1 տարի հետո։ 2-ից 4 ամիս ժամանակ է պետք լինելու, որ շոու դառնա ուրիշ ձև։ Սա ժողովուրդը կարա պոպկորնով նայի եւ հիանա, ազնի եւ հեղափոխականների կոռուպցիոն մտքի թռիչքով էս այլներ։ Սա փաստերն է։ Եվ վերլուծությունը եւ համատականները։ Երևանը փոքր քաղաք, այդպես մեծ չի, Հայաստանի համար մեծ է։ Չէ, դուք չեք լսել ինչ արժի շինթույլտվությունը։ Սա լսել։ Հիմա մի անձրև է գալիս քաղաքը բանա Վենեցիկն է դառնում։ Okay եք սրա հետ։ Եվ հիմնականում այդ անիֆի այդ հրաշքը անողը հիմա Երևանում է հրաշքել գործում։ Ժողովուրդը okay է դա։ Ինչ է։ Անկամ կուսակցությանը արված դրամահավաքի շատ կասկածելի դեպքերով, որ քրեական գործեր էլ կարծես տեղից չշարժվեցին, չեղան, ասացին դատախազությունը աչք փակեց այդ ամենի վրա, այսինքն այդ կոռուպցիան արդեն կուսակցական մակարդակ կոռուպցիան համատարած դրսևորում։ Բայց հիմա ինչի են աշխուժացրել այդ թեման։ Իմ գույքի թեմա, չէ։ Սենց են նկարում, հետո ձախից աչ են նկարում, աչից ձախ են նկարում, դու վերևից ներքև, ներքևից վերև, բայց բովանդակությունը մնում է, հեքիաթային պատմություններ։ Հետո օդից են նկարում, դրոն են բարձրացնում, հետո ինչ որ ում հետ ինչ կապ ունեն, փորձում են իմանոնս, ինչ ուրիշի համար հաղորդում են պատրաստում, դատախազությունը մեկնաբանում է, ուրիշի մասին է, ուրիշի քրեական գործի մասին է, կեսի մասին է։ Որ կապ չունեմ այդ քրեական գործի հետ, նույնիսկ վկա չէ։